Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Իսկ դրա դրույթներից ամենակարևորագույնը բանակի հզորացումն է։ Մենք պետք է ապրենք ազգ-բանակ կարգավիճակով։ Ես որ նման հայտարարություն եմ արել լրատվամիջոցների հետ հանդիպումների ժամանակ։ Նիկոլը ասում է ազգ-բանակ դա նշանակում է ազգ նահատակ։ Ես հայտարարել եմ, որ նահատակ թող ինքը լինի։ Մենք այո, փոքր պետություն ենք, գտնվում ենք երկու թշնամական պետությունների արանքում, Ադրբեջան եւ Թուրքիա, դրա համար մենք պետք է ունենանք 100,000-անոց լավ սպառազինված բանակ եւ զոր դաշնակիցներ կարող ենք ունենալ, եթե իրականացնենք ճիշտ արտաքին քաղաքականություն եւ ճիշտ դիվանագիտություն։ Ուրեմն միջազգային հարաբերություններում փոխադարձ շահերն են աշխատում։ Մեր շահերը համընկնում են Իրանի հետ, որովհետեւ Իրանը ունի թշնամական հարաբերություններ թուրքական աշխարհի հետ, Ադրբեջանի եւ Իսրայելի հետ, իսկ Իսրայելն ու Թուրքիան, թուրքական բոլոր պետությունները Ադրբեջանի դաշնակիցներն են։ Մեր թշնամական երկիրն է այդ թվում նաեւ Պակիստանը, որը մինչեւ հիմա Հայաստանը չի ճանաչել որպես անկախ պետություն, ու այս երկրները Թուրքիա, Իսրայել, Պակիստան օգնում էին Ադրբեջանին 44-օրյա պատերազմի ընթացքում, իսկ մենք մենակ էինք, որովհետեւ Նիկոլի դիվանագիտությունը չէր աշխատել։ Մենք մենակ ենք։ Մեր հզոր դաշնակիցները կարող են լինել ուրեմն Իրանը, որի հետ մեր շահերը համընկնում են, Հունաստանը, որը Կիպրոսի հետ կապված ուրեմն հակասություններ ունի Թուրքիայի հետ, այդ թվում նաև Չինաստանը, որի հյուսիս-արևմուտքում մի 40 միլիոն ույգուրներ են թուրքալեզու ժողովուրդ ապրում, որոնք փորձում են ուրեմն ազատվել, ունեն ինքնավարություն անջատվել Չինաստանից, Հնդկաստանը, որը թշնամական հարաբերություններ ունի Պակիստանի հետ եւ մի քանի տասնյակ տարի առաջ նրանց միջև պատերազմ եղավ Քաշմիրի հարցով եւ այլ եւ ունենալով նման դաշնակիցներ մենք կարող ենք ակնկալել նրանցից ռազմական եւ քաղաքական աջակցություն, հզորացնել բանակը եւ ազատագրել Արցախը։ Սա է մեր հերրակա ծրագիրը։ Շնորհակալ եմ։